Բարև ձեզ։ Քանի շատ ներողություն թեմաներ կա, որոնց հերթով կանդրադառնանք, հետաքրքիր է լսել նաև ձեր գնահատականը։ Եվ այսպես պատերազմը պայթեց Իրան-Իսրայել Միացյալ Նահանգներ, ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը։ Բնականաբար ստեղծված իրավիճակը բավականին պայթունավտանգ է, պայթունավտանգ ես կասեի ամբողջ աշխարհի համար, ընդհանուր առմամբ, որովհետև որոշ զարգացումների պարագայում այս պատերազմը կարող է տարածվել ոչ միայն ռեգիոնի վրա, ռեգիոնի երկրների վրա, որի ականատեսը մենք արդեն իսկ կանք, այսինքն մենք տեսնում ենք, որ ամեն ինչ չի սահմանափակվում միայն օրինակ Իրանի տարածքով, տվյալ պարագայում, նաև ռեգիոնի այլ երկրների վրա, իսկ որոշ տարբերակներում նաև կարող է տարածվել նաև այլ նույնիսկ մայրցամաքներ ընդհանուր առմամբ, որովհետև Իրանը դա բավականին լուրջ պետություն է, դա խորքային պետություն է, այսինքն ես նկատի ունեմ, որ դա իր էությամբ կայսրություն է եւ այդպիսին մնում է իր մենտալիտետով, իր քաղաքակրթությամբ եւ այն ինչ որ մենք տեսնում ենք, այն ինչ որ կա, դա կարծում եմ այսբերգի միայն երևացող մասն է ընդհանուր առմամբ։ Եթե այսպես ասենք գնահատենք այն ինչ որ տեղի ունեցավ վերջին 3 օրվա ընթացքում, ապա իմ տպավորությամբ ամեն դեպքում պլան A-ն, որը որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը փորձում էին իրականացնել, դա ինչ որ չափով նմանվում էր Վենեսուելայի պլանին, այսինքն այնտեղ ուղղակիորեն գողացան այդ երկրի լեգիտիմ նախագահին եւ կնոջը, այսպես ասենք ննջասենյակից գողացան եւ դրանով հարցը փակվեց, որովհետեւ քանի որ կարծում եմ այնտեղ կար արդեն պայմանավորվածություններ իշխանական էլիտայի մյուս ազդեցիկ հատվածների հետ, այնտեղ այսպես ասենք բան չփոխվեց տեսանելի առումով, էլիտայի փոփոխություն առանձնապես չեղավ, ուղղակի էլիտան այնտեղի իշխանական էլիտան իր արտաքին պրիորիտետներում փոփոխություն կատարեց եւ ըստ էության բոլոր այն պահանջները, բոլոր այն նպատակները, որը Միացյալ Նահանգների ադմինիստրացիան ուներ Վենեսուելայի հետ կապված, ուղղակի այնտեղ այսպես օրենտացիան փոխվեց եւ առանց էլիտայի փոփոխման, առանց համակարգի փոփոխման, ուղղակի այդ երկիրը մի, այսպես ասենք, աշխարհաքաղաքական բևեռից տեղափոխվավ ամերիկյան բևեռ, այս առումով։ Իրանի դեպքում ես կարծում եմ իհարկե կար պլան շատ արագ մի քանի ժամվա ընթացքում, 1-2 ժամվա ընթացքում շատ հստակ թիրախային հարվածներով, որոնք հիմնված էին ակնհայտորեն հետախուզական շատ ճշգրիտ տվյալների վրա, ես չեմ բացառում նաև Իրանի բարձրաստիճան ղեկավարության մեջ որոշակի դավաճանությունների վրա հիմնված բանի վրա գործոններից օգտվելով փորձեցին վերացնել ամենաբարձրաստիճան ղեկավարներին եւ հոգեվոր եւ այսպես ասենք քաղաքացիական, որից հետո հույսը դրվում էր, որ երևի թե ժողովուրդը այս ընդդիմադիր հատվածները, որոնք բարբերաբար Իրանում փողոց են դուրս գալիս եւ վերջերս էլ բավականին հուժկու ընդդիմադիր բաներ կային, ակցիաներ կային, ինչպես գիտեք, անջատողական չեմ ասի, այնտեղ օպոզիցիոն, այսպես ասենք, հակա այսօրվա իշխանական էլիտայի այդ ելույթները եւ հույս կար, որ կարծում եմ դրանից հետո միանգամից ընդդիմադիր ժողովուրդը փողոց դուրս կգա եւ կնախապատրաստեն պետական հեղաշրջում, եթե այսպես կոչենք, իրերը իրենց անունով, բայց մենք տեսնում ենք, որ ամենայն դեպս 3 օր անցել է, արդեն 2 օր է առնվազն Հոմեյնիի մահվան մասին է հազդարարվել, ընդհանուր առմամբ մենք տեսանք, որ ամենայն դեպս ընդդիմադիր զանգվածի ելույթներ առանձնապես չկա առհասարակ, հակառակը որոշակի մոբիլիզացիոն էֆեկտ տվեց պրոիշխանական զանգվածի մոտ Հոմեյնիի մահը,
Խոմեյնիի մահը, ես կարծում եմ, որ ամեն դեպքում պլան A-ն դա մի քիչ բլիցկրիգային նպատակ ուներ, բլիցկրիգային պլան էր, որը պետք է իրականացվեր շատ արագ, գուցե առաջի 2-3 օրվա ընթացքում, իմ մոտ ամենայն դեպս տպավորություն է, որ պլան A-ն չի ստացվել, տապալվել է եւ կարծում եմ, որ փորձելու են այլ պլանների անցնել, որովհետեւ ես կարծում եմ փորձելու են հիմա շարունակել այդ ռմբակոծությունները, շարունակել խփել կարևոր ինֆրաստրուկտուրային Իրանի, դրանով իսկ այդ ճնշման ներքո ստիպելով Իրանի այսօրվա ղեկավարությանը ստիպելով գնալ բանակցությունների հիմնական թեմաների շուրջ, այսինքն փաստացի իրականացնել մոտավորապես նույն պլանը, ինչ որ Վենեսուելայի պարագայում էր, այսինքն այս փուլում գոյություն ունեցող իշխանության հետ փորձեն պայմանավորվել այն լուրջ թեմաների շուրջ, որի շուրջ չէին կարողանում բանակցությունների արդյունքում գալ ընդհանուրի, այսինքն խոսքը վերաբերում է միջուկային ծրագրին եւ բալիստիկ հրթիռների ծրագրի շուրջ այս առումով։ Ես կարծում եմ հիմնականում հիմա դրա մասին է խոսքը գնալու, այսինքն փորձելու են ուժով, փորձելու են ռմբակոծություններով, տարբեր տիպի ուժային ակցիաներով, այդ թվում նաև շարունակելով վերացնել Իրանի ռազմաքաղաքական եւ հոգեվոր էլիտայի կարևոր ներկայացուցիչներին, փորձելու են ստիպել Իրանի այն ղեկավարներին, որոնք Միացյալ Նահանգների կարծիքով ունակ են ինչ որ զիջումների, ունակ են բանակցություններ վարել, իրենց հետ, այսպես ասեմ, մտնել բանակցային գործընթացների։ Գիտեք, որ Տրամպը բառացիորեն հայտարարել էր, որ Իրանից առաջարկներ կան բանակցությունների եւ ինքը ասում էր, որ մենք գնալու ենք նման բանակցությունների։ Ես այս պահին չեմ բացառում նույնիսկ, որ նման ինչ որ կոնտակտներ, նման բանակցային ինչ որ գործընթացներ ոչ հրապարակային արդեն սկսվել են։ Այլ հարց է դա ինչի կարող է բերել։ Ես իհարկե Իրանի մասնագետ չեմ բոլոր առումներով, բայց համենայն դեպս այն մասնագետները եւ հայաստանյան, որոնք Իրանով են զբաղվում եւ նրանք ովքեր որ միջազգային մակարդակի մասնագետներ են Իրանի գծով, իրենք պնդում են, որ Իրանը համենայն դեպս լինելով բավականին համակարգային երկիր եւ խորքային երկրի ավանդույթներով ինքը ունակ է, այսպես ասենք, ավելի լուրջ եւ ավելի երկար դիմադրություն ցուցաբերելու եւ բանակցությունների գալ ոչ թե այսպես ասենք արդեն պարտվածի կարգավիճակով, այլ սեփական հաղթաթղթերը ունենալով կամ սեփական բանակցային ռեսուրսը ունենալով այս առումով։ Ես կարծում եմ այս պահին դեռ շարունակվելու է այդ ռմբակոծություններ եւ այլը, հիմնականում թիրախային են փորձելու անեն, որպեսի հնարավորինս քիչ քաղաքացիական բնակչությանը դիպչեն, որովհետև քաղաքացիական բնակչությունը ամերիկյան եւ իսրայելական ծրագրերում որոշակի նպատակ ունեն իր հետ, այսինքն իրենք փորձը այնուամենայնիվ բնակչության վրա հույս դնում են, որ բնակչության մի հատվածը դուրս է գալու փողոց, ուշ թե շուտ, եւ այդ գործոնը օգտագործվելու է այսօրվա իրանյան համակարգը փոխելու համար, որովհետև եթե դու Իրանի դեմ, ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները, թեպետ Տրամպը վերջերս այս մի քանի ժամ առաջ դրա մասին էր խոսում, ասում էր, որ Տրամպը եւ իր թիմի անդամները ասում էին, որ հնարավոր է նաև այսպես զորք ուղարկեն հենց Իրանի տարածքում, այսինքն գործողությունները, չեմ կարծում ճիշտ ասած դա լինի։ Ես չեմ կարծում դա լինի, որովհետև գիտեք, Միացյալ Նահանգների բնակչության համար, Միացյալ Նահանգների քաղաքացիների համար սա այնքան էլ պոպուլյար պատերազմ չէ, ընդհանրապես պոպուլյար չէ, իսկ ընդհանրապես Միացյալ Նահանգների ժողովրդի մոտ ցանկացած պատերազմ, որը որ բերում է զոհերի, հենց առաջի լուրերը
փոքր կամ քիչ զոհերի մասին Ամերիկայի քաղաքացիների, այնտեղ բավականին լուրջ դժգոհություններ են առաջացնում։ Այսինքն Տրամպը ամեն դեպքում մանավանդ հաշվի առնելով ներքաղաքական կոնյունկտուրան, ես նկատի ունեմ առաջիկա ընտրությունները կոնգրեսի, ինքը փորձելու է իմ կարծիքով հնարավորինս շուտ ավարտել այս ամեն ինչը, թեկուզ ոչ ամբողջ 100%-ով իր նպատակին հասնելով, բայց այնուամենայնիվ դա ներկայացնելով որպես մեծ հաջողություն, ինչպես դա եղավ 12 օրվա անցյալ տարվա պատերազմում, երբ ըստ էության որևէ լուրջ խնդիրներ չլուծվեցին, փորձելու է ներկայացնել այդպես եւ գուցե ինչ-որ ժամանակով, այսպես ասենք, այս հերթական էտապը ավարտվի։ Բայց ես կարծում եմ մոտակա մեկ շաբաթվա ընթացքում շատ բան պարզ կլինի, այսինքն զարգացումների առումով, որտեղ Իրանն է ցույց տվեց, որ իր ասածները, որ ինքը ըստ էության թիրախավորել է բոլոր այն երկրները, որտեղ Միացյալ Նահանգների ռազմական բազաներ կան կամ վտանգ է տեսնում այդ երկրներից, որպես հակառակորդ, որպես Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դաշնակից, ինքը թիրախավորելու է եւ թիրախավորեց։ Պատկերացնում եք ինչ տեղի կունենա, եթե TRIP-ը գործեր։ Իհարկե տեսական հիմա թվում է թե տեսական խոսակցություն է, բայց առաջի միտքը, որ գալիս է, որ եթե TRIP-ը հիմա գործեր, իհարկե շատ բան կախված է TRIP-ի պարամետրներից, իրական պարամետրներից, իրականում, ասինքն TRIP-ը ինչ է Իրանից ներկայացնելու եւ ինչ ռեսուրսներ են ներգրաված լինելու, որովհետեւ մի բան, այնուամենայնիվ մի բան է, եթե TRIP-ը այնուամենայնիվ ավելի շատ քաղաքացիական, այսպես ոչ ռազմաքաղաքական բան ունի, իմաստ ունի, մի բան է, եթե դա լոգիստիկ կամ միայն քաղաքական ունի, բայց ամեն դեպքում, եթե Իրանը նույն TRIP-ը, որը որ Իրանում ինչպես հայտնի է, դեսպաննել էր դրա մասին խոսում, դիտարկում է որպես Զանգեզուրի միջանցք, իրականում, եթե նա դիտարկի, որ TRIP-ով փակում են իր սահմանը, ըստ էության բլոկադի են իրեն ենթարկում, չեմ բացառում, որ նույնիսկ եթե դա ուղղակիորեն ռազմաքաղաքական նշանակության բան չլինի, պրոյեկտ չլինի, Իրանը ես չեմ բացառում, որ նաև նման նույն հարվածները կհասցներ նաև TRIP-ի հետ կապված, որպեսզի իր սահմանները բացի նաև Հայաստանի միջոցով։ Սա ես չեմ կասկածում, որ այդպեսի հնարավորություն կարող է լինել, բայց սա առայժմ իսկապես զուտ տեսական խոսակցություն է, բայց հետագայում կամ հենց հիմա էլ մենք պետք է նաև հաշվի առնենք այս հանգամանքը ընդհանուր առմամբ։ Մենք ընդհանրապես պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ եթե դու նույնիսկ պատերազմի մեջ չես, բայց եթե քո տարածքում կան, այսպես ասենք, թիրախներ այլ երկրների համար, հետաքրքրող թիրախներ, ապա ամեն դեպքում այդ ֆակտորը պետք է հաշվի առնել, առավել եւս ես կարծում եմ ճակատագրական սխալ է եւ անմեղսունակություն, երբ դու քո երկիրը դարձնում ես պրոքսի պատերազմի համար հարմար տարածք։ Այն ինչ որ մենք հիմա ըստ էության ունենք Հայաստանում, գիտեք, որ բազմաթիվ անգամ թե ես, թե այլ փորձագետներ, գործիչներ քաղաքական միշտ ասում են, որ ըստ էության Հայաստանում սիրիացում է գնում։ Այն ժամանակ Սիրիայի օրինակներ ավելի մոդայիկ, այսինքն մենք տեսնում ենք, որ կա 102-րդ բազան, մյուս կողմից կային Եվրոմիության դիտորդները, հիշում եք սահմանի վրա, եւ կան ավելի մանդատով։ Հիմա խոսքը գնում է նաև TRIP-ի մասին, ըստ էության Միացյալ Նահանգների ուղղակի մասնակցությամբ, բայց ամենակարևորը, այսպես ասենք, այդ որոշակի պայմանական ասած, բայց գուցե բառացիորեն ՉՎԿ-ի մասնակցությամբ, հա, ինչ որ ռազմականացված գուցե բանով կառույցի մասնակցությամբ, որը պետք է ապահովի այդ TRIP-ի օրինակ անվտանգության հարցերը եւ այլ, այսինքն այնտեղ այնքան շատ անորոշություններ կան այդ ծրագրում, դեռևս չբացահայտված, գուցե եւ դեռևս նույնիսկ չպայմանավորված, բայց ենթադրվող, որ հիմա բանը շատ բարդ է խոսել նույնիսկ ինչ կարող է լինել, բայց հետագայի համար պետք է հաշվի առնել այն իրողությունները եւ այն փորձը, որ մեր տարածաշրջանում մենք արդեն ունենք։ Շատ հաջորդ հարցին անցնենք, այս իրականության մեջ Ռուսաստան, Չինաստան ներգրավվածությունը, դիրքորոշումը, զարգացումները եւ որպեսզի չթափել նաեւ ձեզ, նեղուցի փակվիները մենք տեսնում ենք գազիկների ինչը աճ է, սա ինչ կարող է ազդակ լինել։ Դե բնականաբար, եթե
Մերձավոր Արևելքի տարածքում պատերազմ է լինում, դա միանգամից բերում է նավթի եւ գազի գնի բարձրացմանը, դա այսպես ասենք օրենք է, շատ բնական օրենք է, այսինքն ինչ որ մի բան եթե պակասում է, սովորականից պակասում է, ապա դրա գինը բարձրանում է, մենք հիմա տարբեր գնահատականներով կանխատեսվում է, որ կարող է օրինակ նավթի գինը բարձրանալ բարելը մինչև $100 գինը, հիմա եթե ես չեմ սխալվում մոտ 70-80-ի մոտ է, 70-75-ի մոտ է, բանում բորսայում, հա, նավթի գները, իհարկե, եթե այդ նեղուցը փակված մնա, բնականաբար դա էլ ավելի է նպաստելու նրան, որպեսզի գները բան անեն, գները էլ ավելի բարձրանան եւ ցանկացած անկայունություն բերելու է այդ վառելիքի գնի բարձրացմանը, իսկ վառելիքի գնի բարձրացումը բնականաբար մուլտիպլիկատիվ էֆեկտով բերելու է նաեւ այլ ապրանքատեսակների ցանկացած ապրանքատեսակի գնի բարձրացմանը, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգներում, որտեղ արդեն առաջին օրը բենզինի գինը օրինակ 8-ից 10 ցենտ բարձրացել էր առհասարակ։ Դա էլ է ընդհանրապես բացասական ազդանշան Տրամպի ադմինիստրացիայի համար, որովհետև Միացյալ Նահանգներում բենզինի գնի բարձրացումը դա ամենաէական սիգնալն է, որը կարող է լուրջ դժգոհություններ առաջացնել այնտեղի ընտրազանգվածի համար, նորից եմ կրկնում, առավելևս, որ այս աշնանը տեղի ունենալու կոնգրեսի բավականին վճռական, բավականին կարևորագույն ընտրություններ, ինչ որ չափով ես կարող եմ ասել գոյաբանական նշանակություն ունեն Տրամպի ադմինիստրացիայի համար, որովհետև ըստ էության այդ ժամանակ եթե պարտվի հանրապետական կուսակցությունը Միացյալ Նահանգներում, ապա բավականին բարդանում է Տրամպի ադմինիստրացիայի համար իշխանությունը հետագայում էլ պահպանելու խնդիր է առհասարակ հետագա ընտրություններում։ Սա, այսինքն ես ուզում եմ ասել, հնարավոր զոհերը Միացյալ Նահանգների զինվորականների շրջանում եւ գների բարձրացումը մանավանդ վառելիքի շուկայում դա նույնպես ենթադրում եմ, որ բավականին լուրջ ազդեցություն է ունենալու Տրամպի ադմինիստրացիայի հետագա վարքագծի վրա։ Զսպող կամ առնվազն Տրամպը շտապելու է բավականին արագ այս թեման փակել եւ հերթական անգամ արձանագրել ինչ որ հաղթանակ կամ ինչ որ մի բան, խաղաղություն, գիտեք, սա արդեն մենք գիտենք այդ ռեպերտուարը այդ ադմինիստրացիայի եւ Տրամպի ընդհանրապես ինչպես է դա լինում այս առումով։ Ինչ վերաբերում է Ռուսաստան, Չինաստանին, ապա գիտեք, նախ եւ առաջ իհարկե սա արվեց անկախ նրանից թե Իսրայելը ինչ հետաքրքրություններ ուներ, բնականաբար դա Իսրայելի գլխավոր հետաքրքրությունն էր, Իսրայելն էր այստեղ ես կարծում եմ ամենաշարժիչ ուժը այս առումով հակաիրանյան այս գործողություններում, գիտենք նաև թե ինչ սերտ կապեր ունի եւ ինչ ազդեցություն ունի Տրամպի ադմինիստրացիայի վրա Իսրայելի այսօրվա ղեկավարությունը, այսինքն կարծում եմ շատ ավելի մեծ է այդ ազդեցությունը, քան պետք է լինի Միացյալ Նահանգների պես գերտերության ղեկավարի վրա ղեկավարության վրա ազդեցությունը, բայց դա փաստ է, բայց այստեղ նաև Միացյալ Նահանգները ամենագլխավորը կարծում եմ լուծում են Չինաստանի հետ հարաբերություններում, ինչ որ հարցեր են լուծում, որովհետև Չինաստանն է գոնե տնտեսական տեսակետից, գեոտնտեսական տեսակետից առաջի տուժողը այս պատերազմից, որովհետև հենց Չինաստանի նավթամթերքի իմպորտի ներմուծման զգալի տոկոսը կազմում են հենց Իրանից գնվող նավթամթերքը ամենայն հավանականությամբ բավականին մատչելի գներով հաշվի առնելով Իրանի դեմ սանկցիաները եւ այլն, այսինքն այստեղ Իրանի դեմ պատերազմ սկսելով Միացյալ Նահանգները միանգամից այսպես ասենք փակում են Չինաստանի համար զգալիորեն փակում են շուկաներ նավթամթերք ձեռք բերելու
շուկա, նույնը իմիջիալոց վերաբերում էր նաև Վենեսուելային։ Այդ երկու երկրներն էլ Իրանի, Չինաստանի համար գլխավոր պարտներներն էին նավթամթերքի ձեռքբերման առումով, ներմուծման առումով։ Ռուսաստանի պարագայում իհարկե այստեղ ավելի շատ քաղաքական եւ գուցե ռազմաքաղաքական նշանակություն ունի Իրանի գործոնը, առավելևս որովհետեւ Ռուսաստանը ըստ էության փորձում էր այսպիսի մի շղթա ձևավորել եւ ձևավորել էր Ռուսաստան, Իրան, Հյուսիսային Կորեա, այդ բանը կար, չէ, ընդհանուր առմամբ համագործակցություն, այդ թվում ռազմական համագործակցության առումով առհասարակ, այսինքն Իրանը բարդ, բայց այնուամենայնիվ կարևոր կասեի ռազմավարական դաշնակից էր հանդիսանում եւ հանդիսանում է Ռուսաստանի համար ոչ միայն այս տարածաշրջանում, այլ ընդհանրապես, եթե հիշենք ռուս-ուկրաինական կամ Ռուսաստան արևմուտք այս ընթացող պատերազմում նաև Իրանի ռազմական, աջակցությունը Ռուսաստանին, հիշեք դրոնների հետ կապված, մանավանդ պատերազմի առաջի տարիներին, երբ Ռուսաստանը ըստ էության այդ ոլորտում, այդ սեգմենտում զինատեսակների բավականին թույլ էր, հիմնականում նաև ըստ էության այդ շախեդներն էին, դրոններն էին օգտագործում Ռուսաստանի կողմից, միջև որ ինքը իր սեփական ռազմաարդյունաբերության զարգ տվեց սեփական ռազմաարդյունաբերությանը եւ սեփական հիմա դրոնները ավելի շատ է օգտագործում, ավելի ունի, այսինքն այդ համագործակցությունը Իրանի հետ, Իրանի եւ նույն Հյուսիսային Կորեայի հետ, ես կարծում եմ ակնհայտ էր արդեն։ Այսինքն այս առումով իհարկե այսօր կարող ենք շատ բան խոսել, որ այսօրվա այս վիճակը, այդ նեղուցքի փակումը, նավթի գնի բարձրացումը, գազի գնի բարձրացումը սիտուացիոն, ես կարծում եմ իհարկե զուտ տնտեսական առումով, ֆինանսատնտեսական առումով գուցե Ռուսաստանը դրանից կարող է օգտվել, բայց դա տակտիկական իմ կարծիքով օգուտներ են, բայց ստրատեգիական առումով, եթե հանկարծ Իրանում համակարգային փոփոխություններ լինեն, իշխանության էլիտայի փոփոխություններ լինեն, ես կարծում եմ այդտեղ որոշակի լուրջ խնդիրներ կարող են առաջանալ Ռուսաստանի համար եւ ստրատեգիական առումով եւս մեկ պարտություն կարող է գրանցվել արդեն մեծ արևելքի շրջանում Ռուսաստանի համար ընդհանուր հերթական, այսպես նույնիսկ կարող եմ ասել ստրատեգիական նշանակությամբ պարտությունը ընդհանուր առմամբ։ Հիմա տեսնենք, ես կարծում եմ Ռուսաստանի ռեսուրսը իհարկե հիմա չի երիքում այնքան, որպես ինքը կարողանա այս մեծ շատ խոշոր կոնֆլիկտում ինչ որ հարցեր լուծել, ես կարծում եմ այստեղ ավելի շատ պետք է կոոպերացիա լինի ինչ որ Չինաստանի հետ, հաշվի առնելով Չինաստանի նաև կենսական շահերը, բայց Չինաստանը գիտեք, որ այլ դիվանագիտական դպրոց է, այլ քաղաքականություն է, այնտեղ անաղմուկ ինչ որ հարցեր փորձում են լուծել։ Տեսնենք ինչ կարող են անել իրար հետ։ Իմիջիալոց եթե վերադառնանք Իրանի հարցին, Իրանի թեմային, եթե խնդիրը դա միջուկային ծրագրի հարցն է, եթե խնդիրը բալիստիկ հրթիռների հարցն է, ոչնչացման, այսինքն այդ ծրագրից հրաժարվելու հարցն է, ապա գոնե այս պայդրությամբ ի տարբերություն 12 օրվա պատերազմի մենք չենք լսում, ասենք Տրամպի կողմից կամ նրա ադմինիստրացիայի ներկայացուցիչների կողմից, թիմի կողմից հայտարարություններ, որ իրենք ոչնչացրել են ինչ-որ բաներ, այդպիսի կետեր, այդպիսի ասենք խոշոր գործարաններ կամ չգիտեմ լաբորատորիաներ, բունկերներում պահվող եւ այլը, մինչդեռ բառացիորեն 3 Իրանի հետ բանակցությունների մասնակից հայտնի Ուիտկոֆը հայտարարում էր, որ իրենք երբ Կուշների հետ սկսեցին բանակցությունը Իրանի ներկայացուցիչների հետ, եթե չեմ սխալվում արտգործնախարարի հետ էին խոսում, Արաքչի հետ, իրենց միանգամից հայտարարել են, որ Իրանը մոտորապես 11 միջուկային ռումբի արդեն նյութ ունի եւ ցանկության դեպքում ընդամենը 1 շաբաթվա 10 օրվա ընթացքում կարող է
այդ հարստացումը 60-ից 60%-ից դարձնել 90% եւ այլ, այսինքն Ուիտկոֆի պաշտոնական փաստացի հարցազրույցներ, հայտարարություններ, որ Իրանը փաստացի հայտարարել է իրենց, որ իրենք մոտ 11 միջուկային ռումբի նյութ կամ կոմպոնենտներ կամ պատրաստի ըստեյության բան ունեն եւ շատ արագ կարող են այդ ամեն ինչը իրագործել։ Գիտեք, ես չեմ կարծում, որ համենայն դեպս այատոլլահին Հոմեյնիին վերացնելով անետացան նաև այդ բաները, միջուկային զենքի կոմպոնենտները կամ նույնիսկ միջուկային ռումբերը 11-ի մասին է խոսում Ուիտկոֆը եւ ես ուզում եմ ասեմ, եթե դա այդպես է, ապա մենք կարող ենք երևի արձանագրել, որ այնուամենայնիվ Իրանը այդ ամեն ինչը արդեն ունի, այսինքն Իրանը եթե այդքանը ասել է Ուիտկոֆին, Իրանի ներկայացուցիչը պաշտոնական բանակցությունների ժամանակ, ես կարող եմ ենթադրել ինչքանը չի ասվել։ Եվ արդյոք միայն Իրանի օրինակ միջուկային արսենալը պետք է պահված լինի միայն Իրանի տարածքում առհասարակ։ Շատ լավ, այս ամենի ֆոնին պարոն Հակոբյան, Հայաստանի արձագանքը, Հայաստանի իշխանությունները, կուկուռուզ, վերաշկի, այս իրականության մեջ էին, ճամփային գնում, միջազգային դիտարկը խառնմար է, ասում են, խնդրեմ։ Գիտեք, այստեղ նույնիսկ ավելացնելու բան չկա, բայց այդ պերաշկի կուկուռուզ եւ այլը, եթե հիշում եք, դրան նախորդել էր միջև այդ, այսինքն ես ոչ թե ասում եմ կուկուռուզին եւ պերաշկուն, այլ թերևս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջին կարծես թե պաշտոնյան էր աշխարհում, որը որ այցելել էր պաշտոնական այցով Իրան եւ այնտեղ ինչ որ հանդիպումներ էր ունեցել բավականին բարձր մակարդակով նախագահի հետ, բավականին այնց ճոխ ընդունելություն էր, այնց պաշտոնական մակարդակով եւ այլ, այսինքն բառացիորեն 2-3 օր առաջ այդ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակումից 2-3 օր առաջ Հայաստանի պաշտպանության նախարարը, որը որ համարվում է Հայաստանի այսօրվա իշխանական էլիտայի առանցքային դեմքերից մեկը եւ Նիկոլ Փաշինյանի այն քիչ վստահելի, ասենց անվերապահորեն թերևս վստահելի գործիչներից մեկը այցելեց Իրան ըստ էության։ Դա բավական հետաքրքիր փաստ է, եթե հաշվի առնենք, որ ամբողջ աշխարհը այսպես ժամանակի հարց էր, երբ կխփեն Իրանին, հաշվի առնելով այն հսկայական ռազմական պոտենցիալը, որը որ հավաքվել էր Իրանի շուրջ ցամաքում, ջրի վրա եւ այլն օդում, ընդհանուր առմամբ այցելել էր ըստ էության Իրան։ Դրանից հետո պարզ է, երբ սկսվեց այս ամեն ինչը Հայաստանի իշխանությունները ընդհանրապես այնպեսի տպավորություն ուշադրություն չդարձրել դրա վրա, այսինքն գնացել են ինչ որ քարոզ արշավի, իմիջիալոց ինչքանով է դա օրինական, դա այլ հարց է։ Ինչքանով է դա օրինական, նորից եմ ասում, դա իրավաբաններն է թող բանանեն, անդրադառնան, բայց դա այլ հարց է։ Ես կարծում եմ, գիտեք, ընդհանուր առմամբ բարդ չի կանխատեսել, որ տվյալ իրավիճակում թերևս այսօրվա իշխանության սիմպաթիաները ում կողմն են ընդհանուր առմամբ։ Եթե հաշվի առնենք, որ Իրանը տրիպի նախագծի հիմնական հակառակորդներից էր միջազգային ասպարեզում, բացահայտ հակառակորդների մասին եմ ասում, ես չեմ խոսում հիմա Ռուսաստանի, Չինաստանի կամ չգիտեմ Հնդկաստան եւ այլ այն մյուս գործոնների մասին, ովքեր նույնպես շահագրգռվածություն կարող են ունենալ մեր տարածաշրջանում լոգիստիկ պրոյեկտների, առնվազն լոգիստիկ պրոյեկտների վերաբերյալ, ապա հաշվի առնելով Հայաստանի այսօրվա իշխանության ակնհայտորեն պրոադրբեջանական, պրոթուրքական կողմնորոշումը, եւ ցանկությունը, որպեսզի այդ թուրքական գործոնը տարածաշրջանում ուժեղանա, օբյեկտիվորեն ուժեղանա, ապա ես կարծում եմ, որ տվյալ պարագայում օրինակ Հայաստանի իշխանությունները ավելի շատ ցանկություն ունեն շահագրգիռեն, որպեսզի իսրայելա-ամերիկյան այս կամպանիան Իրանի շուրջ իր նպատակին հասնի ընդհանուր առմամբ։ Այսինքն ես կարծում եմ, ես նույնիսկ ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ էին, թե ինչ է լինելու
առասարակ այս առումով։ Իսկ ինչ վերաբերում է այդ պերաշկի ուտել եւ այլը, դա գիտեք, արդեն մենք սովորել ենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները փորձում են ուզում են հասարակությանը համոզել, որ ամեն ինչ վերահսկելի է, ամեն ինչ նորմալ է, ապա կամ հեծանիվ են քշում, կամ ձվածեղ են սարքում, կամ վարչաբենդով են զբաղվում։ Հիմա այս անգամ էլ պերաշկի են ուտում, մյուս օրն էլ, այսպես ասենք, նույնիսկ այն աղմուկից հետո, որ ես ինչով եք դուք զբաղվում, երբ որ ձեր սահմանից այն կողմ փաստացի առնվազն ռեգիոնալ պատերազմ է սկսվել, հա իրենք իեջուկս ամեն ինչի սկսեցին, ասենք, այս անգամ է կուկուռուզ ուտել։ Այսինքն իրենք անընդհատ ուզում են ցույց տալ, որ անհանգստանալու բան չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է առասարակ։ Իհարկե այստեղ հարց է առաջանում, ինչի մասին էին գնացել խոսալ, օրինակ Սուրեն Պապիկյանը Իրանի ղեկավարության հետ այս առումով ինչ մեսիջներ են տարել գուցե, հա, որովհետև հասկանալի է, որ սպասվելիք Ամերիկա-իսրայելյան հարձակման շեմին, որը Հայաստանի իշխանությունները երբևիցե առանց համապատասխան դաբրոյի Միացյալ Նահանգներից տվյալ դեպքում չէին գնա նման բանի։ Այսինքն ես կարծում եմ, իրենք էլ են մասնակից եղել որոշակի մեսիջներ ուղարկելու մեջ առասարակ։ Այսինքն ինչ որ մեսիջներ է եղել, հիմա այդ մեսիջները դժվար է ասել ինչի մասին է կոնկրետ, այսինքն չեմ ուզում հնչեցնել ինչ-որ բաներ, որի մասին ասենք մենք չունենք հստակ ինֆորմացիա, կանխատեսումների մակարդակով չեմ ուզում ասել, բայց դա փաստ է, չէ՞, դա փաստ է։ Ամսի ըստ էության ռազմական օպերացիայից 2-3 օր առաջ երևի վերջի պաշտոնական այցներ Իրան, մինչ պատերազմյան, հա, ու իմանալով Հայաստանի այսօրվա իշխանությունների, այսպես ասենք, որակները եւ բաները քաղաքական նախասիրությունները եւ վարքագծային ստանդարտները հասկանալի է, որ Հայաստանի որևէ պաշտոնյա չէր մտնի նույնիսկ Իրան, եթե նման հորդոր կամ աջակցություն չունենային այսօրվա իրենց կարծիքով իրենց գլխավոր պարտներ համարվող օրինակ Միացյալ Նահանգներից կամ եվրոպական այլ երկրներից։ Գանք արդեն ներքաղաքական իրողություններին, ես ինչքանով է քաղաքական, Աննա Հակոբյանը գնաց Նիկոլ Փաշինյանից, բաժանվեց միջազգային առողջության մամուլում հրապարակում հրապարակներից գրել, որ իրենց դարձած հարաբերությունները եղել է շատ ավելի վաղ, ըստ էության նաև ներսում Նիկոլ Փաշինյանը նկատում էր, որ Աննա Հակոբյանը իշխանությունը ավելի է ամրապնդում եւ այստեղ է հենց բախումը, անգամ ըստ հրապարակի աղբյուրների աքսորել էր վերջի շրջանում Սևանի ամորանոց, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետ, այս բաժանությունը ինչ էր։ Գիտեք, ես իհարկե դժվարանում եմ միանշանակ մեկնաբանել իրենց միջանձնային հարաբերությունների մասին, այսինքն ինչն է այնտեղ ռեալ, ինչն է իրենց հարաբերություններում արդյոք եղել է վատ հարաբերություններ իրականում, եթե եղել են ինչ սրությամբ, որ թվից, ինչպես մամուլն է գրում, այսպես ասենք, ես կարող եմ հիմնվել այդ լուրերի վրա ամենայն հավանականությամբ մամուլը, որը որ դրա մասին գրում է այդպիսի ճշգրիտ քրոնոլոգիայով, երևի թե ավելի լավ գիտեն այս թեմայի շուրջ, ես չեմ բացառում, բայց իրականում ես չեմ բացառում, որ իհարկե խնդիրներ են առաջացել, իսկական խնդիրներ, թեպետ կողքից թվում էր, չէ, որ շատ հարմոնիկ, շատ իրար փոխլրացնող, իրար շատ արժանի զույգ էր, չէ, բոլոր առումներով, այսպես ասենք, հա, փոխլրացնող, բառի բուն իմաստով փոխլրացնող եւ նույն վերաբերմունքի արժանացող, հա, շատ դեպքերում հանրության կողմից, նույնիսկ մեկը ավելի շատ, մեկը ավելի քիչ, վատ, լավ, դա այլ թեմա է։ Այս առումով, ասենք, այդպես էր թվում համենայն դեպս, իրենք այդպես էին գոնե ներկայանում,
տարիների ընթացքում ես չեմ բացառում իրականում որ կա իսկապես ընտանեկան մեծ խնդրեմ, որը որ իսկապես կարող է բերել նման արդյունքի, նման ելքի, հա, բաժանման այս առումով, բայց ակնհայտ է, որ այս ամեն ինչը նույնիսկ եթե դա օբյեկտիվ, մենք հիմա եթեով ենք խոսում, որովհետև ես իսկապես պետք է հիմնվենք մաքսիմում բանի վրա, կամ ենթադրությունների վրա, կամ մամուլի գրածի վրա, եթե այդպիսի բան էլ կար, միևնույն է, իրենք այդ ամեն ինչը սարքեցին քաղաքական շոու։ Ինձ համար գոնե ակնհայտ է, որ եթե Նիկոլ Փաշինյանը չուզենար, ապա նման հայտարարություն հիմա չէր արվի։ Կարվեր օրինակ ընտրություններից հետո առհասարակ, առավելևս, որ Աննա Հակոբյանը լեգիտիմ անհետանալու տեղ ուներ, հա, այդ նույն Չինաստանը, հա, որտեղ ինքը չգիտեմ, սովորում էր, թե աշխատում էր, թե ինչ-որ թեզեր գիտական ուզում անի, ինչ-որ տես մի բան, հա, ինչ-որ տես մի բան կար, ամենայն դեպս վերջը մի տարվա, այսինքն այս նույն ձևի էս իրենց ընտանեկան պսևդո կամ իրական իդիլիան կարա շարունակվեր, ոչ մեկ չնկատեր, հա, ոչ մեկ չէր կարոտելու ասել ով որտեղ է այս ինչ այդ չի երևում այսքան վաղտա, հա, կարող էր եւ ըստ էության այս ամեն ինչը եթե իսկական բան կար, եթե Նիկոլ Փաշինյանը չցանկանար որպեսի այս քարոզչական ռումբը տրակեր նախընտրական այս շրջանում, նախընտրական շրջանի այս սկզբնական փուլում, ապա երևի թե դա չէր լինի։ Ուրեմն դա նշանակում է, որ ամեն դեպքում կար պայմանավորվածություն, որ հիմա է պետք այս ամեն ինչը անել։ Ինչ պատճառներով է, բնականաբար դա ներքին քաղաքական նշանակություն ունի, որովհետև մենք տեսնում ենք, որ համենայն դեպս պետական պրոիշխանական քարոզչական մեքենան դա օգտագործում է, փորձում է մեկ-մեկ շատ նուրբ օգտագործել, Խեղճ Նիկոլի թեզն են վերադարձնում։ Գիտեք, 24 թվականից ես միշտ ասում եմ, որ 24 թվականից է ընտրական սեզոնը սկսվել իշխանության համար, այն հայտնի կախիչների այդ բաներից, ակցիաներից, հիշում եք, գյուղերում, մարզերում եւ այլը, այն ժամանակ Խեղճ Նիկոլի կերպարից փորձ արվեց հանցում կատարել ուժեղ ղեկավար Նիկոլին, որը որ այսպես ամեն ինչ իր բռի մեջ է պահում, իր թիմակիցներին, որոնք չեն կատարում իրենց գործը էֆեկտիվ հանում է գործից, հիշում եք մի պահ նույնիսկ ուժային ամբողջ բլոկը գրեթե փոխվեց, եթե ոչ ամբողջ է, հա, վերնախավը ուժային մեղադրեցին իրենց, որ բան է, բոլոր պայմանները ստեղծված է, բայց իրենք գույքը չեն վերադարձնում ապօրինի եւ այլն, հիշում եք այդ շոուները։ Այսինքն փորձ արվեց Խեղճ Նիկոլի կերպարից, ժողովրդի ծոցից դուրս եկած Խեղճ Նիկոլի կերպարից դարձնել գնալ դեպի ուժեղ Նիկոլի կերպար։ Բայց 2 տարվա այդ բանը շոուն ես կարծում եմ չբերեց արդյունքի, որովհետև բոլոր հարցումներն էլ, ֆոկուս գրուպներն էլ, որ իրանք անում են, իսկ իրոք անում են, ցույց տվեցին, որ դա ոչ մի բանի առանձնապես չի բերում, տոկոսը ինչպես կար, ասենք 15-ից 17%, այդպես է մնում է։ Պլյուս մինուս 1-2% ժամանակ առ ժամանակ շեղվում է այդ տոկոսը, բայց դա ընդհանրապես վիճակագրական անճշտություն է։ Այդ տոկոսը, այդ 2-3% միշտ կարող է այս կողմ լինել, այն կողմ լինել։ Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է եկել նորից վերադառնալ այս նախընտրական փուլում մանավանդ գործերը կարծես թե այնքան էլ լավ չեն, Խեղճ Նիկոլի նորից կերպարին։ Հիմա արդեն, այսպես ասենք, բաժանված Նիկոլի, միայնակ Նիկոլի կերպարին, որը որ գուցե այդ պերաշկին էլ, այսպես ասենք, մնացել է պերաշկու հույսին եւ այլ, այս հասկանում եք, այս լեգենդա, այս սերիալը, որը ստեղծվում է։ Նորից եմ ասում, հիմքը կարող է լինել օբյեկտիվ, այսինքն իրենք ունեն խնդրեմ իրար հետ, մարդիկ 30 տարուց հետո, հա, բայց շոուն, բայց այս իրադարձությունը ակնհայտորեն սկսել են տեղավորել քաղաքական շոուի մեջ, քարոզչական շոուի մեջ։ Չաշխատեց, որովհետև նախ եւ առաջ եթե ես նույնիսկ ասում եմ գուցե հիմքեր կան, շատ-շատերը համարեցին, որ դա զուտ շոու է, այսինքն այդ հիմքերներ չկա առհասարակ, այսինքն վստահությունը այս մարդկանց նկատմամբ, անձնական նույնիսկ վստահությունը այնքան ցածր է առհասարակ, որ իրենց ըստ էության նույնիսկ դրաման, որը ներկայացվում է օբյեկտիվորեն կամ ոչ օբյեկտիվ,
Այո, չընկալվեց որպես իրականություն, այսինքն ընկալեցին որպես հերթական սուտ կամ եսիմ ինչ։ Սա իհարկե իրենց նախորդ վարքագծային պրեցեդենտների հետևանքն է, այսինքն մարդիկ իրենցից հավատում են, որ իրենք կարող են նաև բեմադրել։ Ասենք եթե օրինակ այլ դեմքեր լինեին, որոնք նկատմամբ հասարակության մոտ այդպեսի բան չկա, բացասական վերաբերմունք, ոչ միայն ատելություն, այլ նաև հավատ չկա, ապա հավատային ամեն ինչ այստեղ, նույնիսկ եթե ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ այսինքն առանց կան հիմքեր իրական, մինչ անձնային հիմքեր կամ դրամական ընտանեկան, այստեղ այդ չընկալվեց այդպես։ Այդ իսկ պատճառով ինքը չազդեց, չի ազդում, դառավ մեմերի, տրոլինգների եւ այլը։ Իհարկե իրենց հույսը գուցե դա եւ նա էր, որպեսզի դրանով գոնե դրա մասին խոսեն, շեղեն, օրակարգ լծվի եւ այլը, բայց ամենայն դեպս նույնիսկ այդպիսի պրինցիպի խոշոր ակցիան, խոշոր այն առումով, որ հնչեղ ակցիա է, սա ձվածեղ սարքել չի կամ բան չի, նույնիսկ թմբուկ խփել չի, որ ասենք մտածես մեկ օրում, բայց ինքը մաքսիմում ոնց որ թե 2-3 օրվա կյանք ուներ եւ հիմա եթե նույնիսկ կա, դա այսպես մնացորդային ինչ որ էֆեկտ է։ Իրապես Փաշինյանի վիճակը այնքան վատ է, որ ըստ էության ընտրակաշարքի նման է, այս թոշակ բարձրացնելը։ Որ լավ չէ, ես հիմա չեմ ասի, որ վատ է, ապոկալիպտիկ է եւ այլը, համենայն դեպս լավ չէ, որովհետեւ եւ սոցապրոսներն են դա ցույց տալիս, սոցիոլոգիական հարցումները եւ անցկացվող ֆոկուս խմբերի ուսումնասիրությունները, որոնք մասնագետներն են իրականացնում եւ անկախ եւ կուսակցությունների եւ համոզված եմ նաեւ հատուկ ծառայությունների եւ դրսի երկրների, շահագրգիռ երկրների հատուկ բաները, կառույցները, որոնք իրականացնում են, ցույց են տալիս, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը ունակ չէ իր այսօրվա հնարավորություններով, ռեսուրսներով հաղթանակ ունենալ, հաղթանակ արձանագրել, առավելևս միայնակ։ Ավելին ասեմ, որքանով ես հասկանում եմ, նույնիսկ սպոյլեր մի կուսակցության հետ, եթե նույնիսկ այդ կուսակցությունն էլ անցնի 4%-ի շեմը, ես հիմա անունը չեմ ասելու, բայց բոլորս երևի հասկանում ենք ում մասին է, եթե նույնիսկ այդ միակ սպոյլեր կուսակցությունն է, որը ընդհանրապես տեսականորեն գոնե շանս ունի անցնելու, նույնիսկ դրա հետ, այսպես ասենք, չի ստացվում այդ 50+1-ը ապահովել առհասարակ։ Առավելևս իշխանության համար իսկապես տագնապալի է վիճակը, երբ առաջանում է յետընտրական կոալիցիա ձևավորելու հնարավորությունը առհասարակ, այն ինչ որ իրենք կոչում են Գյումրի 2, գիտեք, Գյումրի 2, դեմոնիզացնում են այդ Գյումրի 2 այդ բանը, բառը Գյումրի 2 կարող է լինել, Գյումրի 2 կարող է լինել, այսպես մի հատ բաներ, սարսափ ֆիլմ է ինչ որ Գյումրի 2, իրականում ինչ է նշանակում Գյումրի 2, դա Գյումրի 1-ի, այսինքն իշխանական, Գյումրի, այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիի կրկնություն է, բայց արդեն համապետական մասշտաբով, ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ դա այդ հնարավորությունը, գուցե իրենք ունեն նաև տվյալներ, այս պահի դրությամբ գոնե, ում մոտ ինչ ռեյտինգ է, այդ ընդդիմադիր սեգմենտների մոտ, այդ իսկ պատճառով իրենք անընդհատ դրա մասին խոսում են, շատ դեպքերում իհարկե իրենք խոսում են զուտ նրա համար, որպեսզի 3 ֆորմատներ է ընդդիմադիր, առնվազն 3-ի մասին են ասում, մենք գիտենք հիմա արդեն 4 ֆորմատ գոյություն ունի, գոնե 3 բաներին միացնեն իրար հետ, պիտակավորեն որպես ռուսաստանցի օլիգարխի շուրջ ձևավորված Քոչարյանով, Ծառուկյանով եւ այլը, գիտեք այդ բանը, այսենց բառակույտով անընդհատ մարդկանց ուղեղները, այո, լցնել, որ դա ռուսաստանցի օլիգարխի շուրջ ինչ որ ստեղծվող Ռուսաստանի կողմից կառավարվող հիբրիդային պատերազմի եւ այլը, այդ մի անգամ ժողովրդի տեսեք, եկել են Ռուսաստան
Այդ հիբրիդային պատերազմը հրահրումները Երկրի ներսում իր հիմնական բաները, նարատիվները, իրենց հիմնական նարատիվները իշխանության նախընտրական կամպանիայում լինելու է խաղաղություն ենք բերել եւ երկրորդը տեսեք Ռուսաստանը ուզում է այստեղ նորից վերադարձնել նախկիններին։ Հիմա որպեսի նաև որպես նախկիններ պիտակավորի նաև օրինակ նույն Սամվելին Կարապետյան, ինքը ըստ էության ասում է իրականում ինքը ռուսաստանցի օլիգարխ է, այդ բառը Իրանն է վերաբերվում, ռուսաստանցի օլիգարխ է եւ իր միջոցով փորձում է նախկիններին վերադարձնել Գյումրի 2 ծրագրի շրջանակում։ Սա է իրանց հիմնական նարատիվը այս պայդրությամբ գոնե առաջիկա ընտրությունների կապակցությամբ։ Ինչ վերաբերում է այդ թոշակ բարձրացնելու եւ այլն, դու ակնհայտ է, որ եթե այդ թոշակի մասին, թոշակը չբարձրացնելու մասին ինքը ընդամենը 1 ամիս առաջ էր խոսում, չէ՞, ասում էր 10,000 ինչը բարձրացնեմ, ինչ անելու եւ այլն, այսինքն ակնհայտ էր, դա երևում էր ուղղակիորեն իր տեքստերում, որ ինքը որևէ մտադրություն չունի որևէ մեկի թոշակը բարձրացնելու, դեռ մի բան էլ դիմադրում էր, հակաճառում էր, արգումենտներ էր բերում, այդ թվում նաև այդպիսի կարծում եմ անտրամաբանական ինչ անելու, ասենք թե թոշակառուն այդ 10,000-ի հետ առհասարակ 10,400 դրամի հետ այդ թիվները ասում, չէ՞, մեկ էլ հանկարծ այսպես ասենք մի օր զարթնում են եւ ասում են, գիտեք, ես որոշեցի, լավ լուր եմ ասում, թոշակը բարձրացնելու ենք, իհարկե էլի 10,000-ի մասին չի խոսքը, միջինացված, ես կարծում եմ 3-4,000-ից ավել չի լինելու միջին ստատիստիկական թոշակառուի մոտ, բայց այդպեսի քարոզչական բան է ասում, պարզ է, որ այդ պարագայում շատերը լեգիտիմ իրավունք ունեն, օրինական իրավունք ունեն կասկածելու, որ սա կարող է կոչվել պետական ընտրակաշարք, պետական ռեսուրսների շնորհիվ իրականացվող կաշառքի բաժանում նույն թոշակառուներին։ Ես չեմ կասկածում, որ ընտրությունների մոտենալու պես սուբսիդիաներ են տրվելու, ասենք, մարզերին, որոշ պրոբլեմատիկ մարզերին։ Իսկ պրոբլեմատիկ առնվազն ես կարծում եմ 7-8 մարզ կա իշխանության համար առհասարակ։ Այսինքն այդպես սուբսիդավորումներ թե գյուղատնտեսության հետ կապված, թե այլ խնդիրների հետ եւ այլն, այսինքն շատ այդպես բաներ ես կարծում եմ լինելու են, որոնք նույնպես տպավորություն են թողնելու առնվազն, որ իշխանությունը փաստացի բյուջեի հաշվին կամ չգիտեմ ինչի հաշվին, որովհետեւ գոնե թոշակների վերաբերյալ բյուջեում տենց տող չկա առհասարակ։ Այսինքն եւ մոտ $200 միլիոն տարեկան, այսինքն որտեղից է դա տրվելու, դեռևս բյուջեում գոյություն չունի։ Կարող եմ իհարկե զուտ ենթադրել, որ վարկ է վերցվելու էլի, որովհետեւ դա փոքր գումար չէ ու դժվար թե Հայաստանի տնտեսությունը այս տարվա ընթացքում օրինակ այնպեսի տեմպեր հաղորդի զարգացման, որ հանկարծ տենց լուրջ թվեր, ասենք տնտեսական աճը կրկնապատկվի նախանշվածից այս առումով։ Ես ենթադրում եմ, որ աղբյուրը պետք է լինի լավագույն դեպքում վարկը։ Լավագույն եմ ասում, ես հույս ունեմ, որ ամեն դեպքում այլ աղբյուրներից, որոնք չերևացող աղբյուրներ են, Հայաստան փող չի մտնելու։ Շատ լավ, եւ վերջին հարց, պարոն Հակոբյան, ինչ տեսք ունի այսօր ընդդիմությունը եւ ինչ հիմնական թիրախները հետ պետք է աշխատի։ Արդեն երևում է, որ 4 շարասյունով, 4 ֆորմատով ընդդիմությունը գնում է ընտրությունների։ Այս առումով ես կարծում եմ ընդդիմության համար դրական տենդենց է այն, որ համենայն դեպս խոշոր միավորներ են ստեղծվում, այսինքն փոշիացման ռեսուրսները նվազում են, ձայների փոշիացման, այսինքն կուսակցությունները փորձում են հանուն ընդհանուր նպատակի, փորձում են նույնիսկ շատերը, որոնք մարդկային եւ քաղաքական ճանապարհի առումով անհամատեղելի էին թվում, իրար հետ լեզու գտնեն եւ իրար հետ, այսպես ասենք, մեկ ֆորմատով մասնակցել, որպեսզի արդյունք ունենալ եւ թույլ չտալ, որպեսզի ձայները, ընդդիմադիր ձայները փոշիացվեն։ 4 ֆորմատ դա արդեն երևում է, դա ուժեղ Հայաստանն է, որը որ համարվում է որպես լիդեր
ընդդիմության մեջ, այսինքն դա կարծես թե բոլոր ընդդիմադիր ուժերն են դրա մասին ասում, ուրեմն ուժեղ Հայաստանն է կամ մեր ձևը, որը ձևավորվել է մեր ձևով շարժման շուրջ, այսինքն Սամվել Կարապետյանի շուրջ, Հայաստան դաշինքն է, ամենայն հավանականությամբ Քոչարյանի գլխավորությամբ, դեռ կհայտարարեն, Բարգավաճ Հայաստանն է, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որը որ իհարկե որպես այդ անվան տակ է հանդես գալիս, բայց տրամաբանությունը դաշինքային է, գիտեք այնտեղ Մայր Հայաստանն է, Սուրեն Սուրենյանցի կուսակցությունն է եւ այլն, այսինքն իրականում դաշինքային տրամաբանություն կա, բայց կարծում եմ տակտիկական նպատակահարմարությունից ելնելով մի կուսակցության անվան տակ են մտնում, կամ ինչպես ասում են Տապանի, Նոյան Տապանի բան են, հա, վրա են հայտնվել եւ պարզ է, որ միասնության թևերն է, որը չգիտեմ դեռևս ինչ անվան տակ հանդես կգա, այսինքն դա կլինի դաշինք, թե նույնպես մի կուսակցության դրոշի տակ կլինի, բայց նույնպես դաշինքային տրամաբանություն, որովհետեւ կա այնտեղ, որովհետեւ մենք տեսնում ենք այնտեղ եւ Թաթոյան Անանյան բանը այդ առաջնորդությամբ այնտեղ նաեւ Շանթ դաշինքն է, այնտեղ նաեւ հիմա Հայակվեն է առնվազն։ Ես չգիտեմ դա վերջնական արդեն բան ունի, տեսք ունի, թե չէ, այսինքն այս 4-ը պարզ է։ Հիմա կա մեկ դեռևս ինտրիգ, կարծում եմ, մեծ խոշոր ինտրիգ, դա հանրապետական կուսակցության հետ կապված է, որը որ ինչպես հայտնի է, իրենք հայտարարել են, որ ամսի 4-ին, ապրիլի 4-ին են համագումար անելու, եւ այդ համագումարի արդյունքով ես կարծում եմ հայտարարեն ի վերջո իրենք սկսած նրանից մասնակցում են թե չէ, կամ եթե չեն մասնակցում, ինչ են առաջարկում, ինչ ֆորմատ։ Հիմա արդեն հայտարարվել է իրենց առաջիկա ծրագրի մասին, այսինքն իրենք նորից impeachment-ի հարցն են դնում, այսինքն իրենք առաջարկում են մինչև ընտրություններ այնուամենայնիվ փողոցը ակտիվացնել impeachment-ի դրոշի ներքո։ Բառացիորեն 3 նման հայտարարություն եղավ այդ նախաձեռնության կողմից առաջադրված վարչապետի Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից, դա ըստ էության նորից օրակարգ է մտցնում impeachment-ի գաղափարը, որը նույնպես ծրագիր է, որը որ իրավունք ունի հնչեցվի, իրավունք ունի լինելու, ես կարծում եմ դա կարող է դառնալ որոշակի քննարկման արդյունք, նո առնվազն այն առումով, որ կարող է ակտիվացնել փողոցը։ Թե որքանով, ասենք, քաղաքական ուժերը, այդ ընդդիմադիր քաղաքական բլոկները ցանկություն կունենալ վերադառնալ այս թեմային, առհասարակ, դա ժամանակը ցույց կտա, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ դա ամեն դեպքում քննարկելու հարց է այն առումով, եթե դա դիտարկվում է փողոցը ակտիվացնելու առումով։ Փողոցը ակտիվացնելու առումով, որտեղ բոլորն հասկանում են, որ որևէ impeachment-ի մասին խոսալ լուրջ չի լինի, եթե փողոց չլինի։ Դա նույն Համբարձումյան Դավիթի հայտարարության մեջ դրա մասին շատ պարզ գրված էր, որ դա նշանակում է գեներացնել փողոց եւ այլ, այսինքն ճնշում բանի վրա, միջև ընտրություն, այսինքն որպեսզի դա էլ լինի։ Չէ, ես հիմա դուք ասում եք ընդդիմադիր դաշտում ինչա տեղում, ես այդ եմ ասում։ Հիմա ընդդիմադիր դաշտում էսա տեղի ունենում, այսինքն ձևավորվել է առնվազն 4 միավորում, որոնք յուրաքանչյուրը իմ տեսակետից ունի իր ընտրազանգվածը, այստեղ իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ իհարկե իրար, այսպես ասենք, ընտրազանգվածներ են մտնում, այսինքն որոշակի չափով խաչվում են, բայց դա կրիտիկական չի, կարծում եմ, որովհետև կան ուժեր, որոնք, այսպես ասենք, ավանդական արդեն կայացած քաղաքական ուժեր են, ընդդիմադիր, որոնք ունեն իրենց ընտրազանգվածը, կան ուժեր, որոնք նորաստեղծ են, բավականին լավ ռեսուրսային, որոնք կարող են հավակնել այն ընտրազանգվածի ձայները ստանալու, որոնք սովորաբար չեն կողմնորոշվում, այսպես ասենք, իշխանության կողմից գծված նարատիվի մեջ են, նախկին ներկաների մեջ։ Այսինքն այստեղ բավականին լուրջ, ինչպես ասում են, քաղաքական խոփան կա ձայների մոտ 50%, որոնք չբաժանված են, որոնք չեն մասնակցում, չեն կողմնորոշվում, եւ այդ նրանք, ովքեր որ չեն կողմնորոշվում, որոնք չգիտեն ում էին ընտրելու, որոնց դուր չէր գալիս այսինչ ուժը, այն մյուս ուժը, հինը, նորը եւ այլը, իրենք հիմա ունեն այլ ընտրանքներ։
այս առումով։ Այդ առումով կարծում եմ յուրաքանչյուրը իր ընտրազանգվածը ունի եւ որևէ լուրջ կարիք չկա իրարից ձայներ փախցնելու, այսպես ասենք, յուրաքանչյուրը իր դաշտը ունի գործելու այս առումով։ Հետագայում եթե իրենց հաջողվի յուրաքանչյուրը իր նպատակին հասնել, առնվազն խորհրդարան մտնել, ես կարծում եմ հնարավորություն կլինի իրար հետ սեղանի շուրջ նստել եւ խոսել իշխանազրկմանը վերաբերյալ, բայց մինչև այդ ենթադրում եմ, որ այդ բոլոր ուժերը, հիմնական ուժերը պետք է արդեն իրար հետ ինչ-որ խարտիա կամ մեմորանդում ստորագրեն, առնվազն մի քանի ընդհանուր կետերի շուրջ, որպեսզի ցույց տան ստրատեգիական միասնություն է։ То есть, այսինքն ժողովուրդը պետք է իմանա, որ տակտիկական առումով տարբեր շարասյուններով են գնում, բայց նպատակը իշխանազրկումն է նախ եւ առաջի, որ դրանից ելնելով յուրաքանչյուրի ռեսուրսը, թե մեդիա ռեսուրսները իրար դեմ չպետք է աշխատեն, օրինակ, ընտրական հանձնաժողովներում Այո, ընտրական հանձնաժողովում եթե կան հանձնաժողովի անդամներ վստահված անձինք, չգիտեմ, դիտորդներ, ապա իրենք բոլորը աշխատում են բոլորի վրա, բոլորի համար, այստեղ բան չկա, եթե ուզում են ձայները պահեն, եւ այլը։ Ի վերջո շատ ընդհանուր կետեր կան, որոնց շուրջ կարող ես միասնություն հայտնել, առնվազն եկեղեցու շուրջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։